Նշել եք, որ Հայաստանում պետք է ընդհատվի ռուսական մեդիայի հեռարձակումը, ինչպես նաև ռուսական ռազմաբազայի ներկայությունը պետք է հեռացվի ու նաև պետականացվի երկաթուղին, որը սպասարկում է նաև ռուսական կողմը։ Ոչ միայն երկաթուղին, ռազմավարական նշանակության օբյեկտներ ունենք, որ պետք է վերադարձնել։ Այո։ Վերադարձնել։ Բայց այս ամեն ինչը, այս մտքի ավարտին արդյոք սա այդ դաշնակցային հարաբերությունների ավարտ չի կարող հանդիսանալ։ Որ դաշնակցային հարաբերությունների։ Այն, որը թերևս պետական մակարդակով քննարկվում է եւ այդ դաշնակցային հարաբերությունների խզումն է, որ կարող է օրինակ շուտով հանդիսանալ գազի մատակարարման այլևս ավարտ։ Բայց մենք տեսանք 2020 թվականի ռազմական ագրեսիան եւ դրանից հետո ծավալված իրադարձությունները, ինչը ակնհայտորեն ցույց տվեցին, որ ռուսական դաշնակցային պայմանագիրը առ ոչինչ է, ոչինչ չարժի։ Այնպես ինչպես որ ժամանակին Բիսմարկն ասում էր, որ Ռուսաստանի հետ վավերացրած ցանկացած պայմանագիր չարժի այն թղթի արժեքը, որի վրա այն վավերացվում է։ Երբ որ ձեռք էր բերվում հայ-ռուս գազարդը իր ենթակառուցվածքով, գինը ֆիքսվել է։ Եթե գնի առումով ռուսական կողմը փոփոխություններ իրականացնի, կկորցնի կառավարման փաթեթը հայ-ռուս գազարդի։ Հայ-ռուս գազարդը կազատվի ռուսական ազդեցությունից։ Դա կոպիտ խախտում է միջազգային տնտեսական պայմանագրին, գազի գինը ոչ մի պարագայում չեն կարող փոխել, մի վախեցեք, վախեցնում են։ Եվ ի վերջո պետք է հասկանաք, որ ինքնիշխանությունը կարողանում են ապահովել միայն այն հանրույթները, որոնք սպառնալիքների եւ ահաբեկումներին ի հեճուկս դիմադրողականություն են դրսեւորում եւ պայքարում են իրենց իրավունքների համար։ Այնպես որ գազի գինը չեն թանկացնի, վախեցնում